Դեռևս հնագույն ժամանակներից մարդկության մեջ տարածված է եղել աղջիկ փախցնելու երևույթը, որը նախկինում հանցագործություն չէր համարվում։ Հետևաբար քրեորեն պատժելի չէր։ Սակայն փոխարենը շատ էին արյունահոս վրեժխնդրությունները։ Աղջիկներն էլ իրենց բարի համբավը չարատավորելու, անամոթի դրոշմն ամբողջ կյանքում չկրելու, ինչպես նաև ողբերգություններից խուսափելու համար համակերպվում էին իրենց ճակատագրի հետ։ Հայկական ավանդական հարսանիքում ամուսնության տարբեր ձևեր են առանձնացվում ընդհանրապես ավանդական հասարակությունում, դրանցից մեկը հենց առևանգման ամուսնությունն է։ Սա շատ արխայիկ հնագույն ձևերից մեկն է, որի արտահայտություններ, դրսևորումներ մենք տեսնում ենք եւ ավանդական հասարակությունում, ավանդական կենցաղում, այսինքն ընդհանուր մինչև 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ, այսինքն մինչև խորհրդային շրջան մենք դաշտային ազգագրական նյութերում, ինչպես նաև ազգագրական գրականության մեջ հանդիպում ենք նյութեր, տվյալներ առևանգման ամուսնության մասին, այսինքն խոսքը աղջիկ փախցնելու մասին է։ Կարծում եմ մեծ հաշվով ինչքան էլ որ դա անպատվություն էր համարվում տվյալ տոհմի համար, նկատի ունեմ աղջկա ծնողների հոր ազգականների այդ ազգակցական համակարգը շատ խանդավառ չէր ընդունում, բայց ինչ ժամանակ անց նրանք կարողանում են հաշտվել, իմի գալ, հատկապես եթե աղջիկը համաձայնում էր, պիտի ասել, որ արդեն առևանգված աղջիկները սովորաբար համաձայնում էին, ուրեմն մենք պիտի տարբերենք երկու տեսակ, որ հենց իրենք զույգն է, որ նախաձեռնում են այդ փախուստը, առևանգման ամուսնություն, ընդդիմադրելով համայնքի ծնողներին եւ այլն։ Կա որ տղան է նախաձեռնում եւ սովորաբար աղջիկները ավելի համաձայնում էին, որովհետեւ այսպես տարած հետ բերած այդպիսի մոտեցում կար, նման անուն էր արդեն վաստակում այդ աղջիկը եւ սովորաբար նրանք արդեն կարծեք հաշտվում են իրենց ճակատագրի հետ։ Մեր ժամանակներում աղջիկ փախցնելու սովորույթը քրեորեն դատապարտելի արարք է համարվում։ Վրաստանում եթե տղաներն աղջիկ փախցնեն ու աղջկա ծնողները դիմեն ոստիկանություն, ապա տղայի կողմը պետք է վճարի 5000-ից 10000 ԱՄՆ դոլար։ Իսկ Ղրղստանում կնոջ կամքին հակառակ նրա հետ ամուսնության նպատակով վերջինիս առևանգելու համար փեսացուին սպառնում է 5-ից 7 տարվա ազատազրկում, նախկինում պատիժ էր սահմանված մինչև 3 տարի։ Հայաստանում առանց աղջկա համաձայնության նրան փախցնելը դիտվում է մարդու առևանգում, ինչն էլ դասվում է ծանր հանցագործության շարքին եւ կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով։ Այս հանցագործության համար որպես պատիժ սահմանվում է 2-ից 10 տարի ազատազրկում։ Իհարկե ցանկացած առևանգում, եթե դա անձի կամքին, իրավունքին հակառակ է, իրավունքների ոտնահարում է, սակայն պետք է ինձ թվում է շատ ավելի հանդուրժող լինել, որովհետև դա իրականում կարող է շատ ավելի վատ անդրադառնալ երիտասարդների կյանքի վրա, որովհետև դա քրեորեն համարվում է չէ պատժելի, չի խրախուսվում, եթե իսկապես կամքին հակառակ է, ուղղակի պետք է աղջիկը վերադառնա իր ծնողների մոտ եւ այսինքն պարտադիր պայման ես չեմ տեսնում, որ անպայման նա քրեական պատասխանատվության ենթարկվի, որովհետեւ շատ հնարավոր է, որ հայ երիտասարդը ուղղակի դուրք տալով իր զգացումներին, սիրուն ցանկացել է այս ճանապարհով լուծել իր ապագա ընտանիքի հարցը։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք հոդված 131 մարդուն առևանգելը խաբեության վստահությունը չարաշահելու բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները, պատժվում է ազատազրկմամբ 2-ից 5 տարի ժամկետով։ Նույն գործողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, անչափահասի նկատմամբ, ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, 2 կամ ավելի անձանց նկատմամբ, շահադիտական դրդումներով պատժվում է ազատազրկմամբ 4-ից 8 տարի ժամկետով։
Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից, անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ, պատժվում են ազատազրկմամբ 7-ից 10 տարի ժամկետով։ Աղջիկ փախցնելու սովորույթը աստիճանաբար վերանում է ժամանակակից երիտասարդության գործելավոճից։ Նրանք այլևս չեն նախընտրում ստիպողաբար, փոխադարձ սիրո բացակայությամբ նման արարքի դիմել, շատ դեպքերում դա համարելով հետամնացության դրսևորում։ Թերևս դրան նպաստել է թե մարդկանց ազատ մտածողությունը եւ թե արարքի քրեորեն պատժելի լինելու հանգամանքը։ Իսկ մարզերում դեռևս շարունակվում է այս հարցը լուրջ քննարկումների առիթ լինել։ Եթե կողմերը համակերպվում եւ հաշտվում են, բնականաբար քրեական գործեր չեն հարուցվում։ Ոմանց համար դա պարզապես արկածային ամուսնության յուրօրինակ ձև է, իսկ ոմանց համար էլ այն դառնում է ճակատագրական։ Բաբկեն Արթինյան, ծնված 1989 թվականին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, ազգությամբ հայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, չամուսնացած, զբաղվում է գյուղատնտեսությամբ, նախկինում չդատված, սովորում է Վանաձորի տնտեսագիտական քոլեջում, բնակվում է Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում, ներկայումս Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր։ Մեղադրվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով։ 2010 թվականին Ատնակլասնիկի կայքի միջոցով ծանոթացան հետագայում տուժող ճանաչված աղջիկն ու գործով մեղադրյալ Բաբկեն Արթինյանը։ Նամակագրական այս ժամանակակից ձևը թույլ տվեց երիտասարդներին ավելի մոտենալու եւ նույնիսկ համակրելու միմյանց։ Վրաստանաբնակ այդ աղջիկը դարձավ լոռեցի տղայի ընտրյալը, սակայն հետագայում պարզվեց, որ ցավոք սերը կամ գուցե դեռ համակրանքը երկկողմանի չէ։ Դեպքից շուրջ 1 տարի առաջ Բաբկեն Արթինյանը Ատնակլասնիկի համացանցի միջոցով ծանոթացել էր տուժողի հետ, շփվել էին շուրջ 8 ամիս։ Բաբկեն Արթինյանը հանդիպել է տուժողի ազգականների հետ, խոսակցության ընթացքում պարզաբանվել է, որ հայտնել է իր ցանկությունը ամուսնանալու համար, սակայն տուժողի ազգականները ներկայացրել, որ աղջիկը համաձայն չէ։ Ալեքսանդր Աղայան, Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ։ Հետո Բաբկեն Արթինյանը որոշել է առևանգել, ամուսնության նպատակով առևանգել տուժողին եւ իր մտադրության մասին հայտնել է իր մանկության ընկերներին Վահե Վանյանին եւ Կարեն Հակոբյանին, որոնք եւ խնդրել են նրանց օգնել իրեն։ Նրանք համաձայնվել են, սակայն ոչ ոք ավտոմեքենա չի ունեցել եւ Բաբկեն Արթինյանը դեպքում դիմել է պատահական տաքսի ավտոմեքենայի վարորդին Արմեն Դոդորյանին, որպեսզի նրա ավտոմեքենայով Վանաձոր քաղաքից գան Երևան առևանգելու համար։ Նա բնակվում էր Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքում։ Մեր ծանոթությունից հետո նա եկավ Հայաստան, որակույրը բնակվում էր Վանաձորում։ Հանդիպեցինք մեր քաղաքում եւ խոսակցության ժամանակ ասաց, որ ցանկանում է ուսումը Երևանում շարունակել։ Նրա ծնողները Երևանում տուն էին վարձել եւ նա որոշ ժամանակ անց տեղափոխվեց ապրելու մայրաքաղաքում։ Դրանից հետո Երևանում էլի մի քանի անգամ հանդիպել ենք եւ ես նրան անչափ համակրելով ամուսնության առաջարկություն եմ արել։ Սակայն նա մերժեց։ Ես էլ որոշեցի փախցնել։ Մանկությանս ընկերների հետ տաքսի ավտոմեքենայով այդ նպատակով եկանք Երևան։ Ճանապարհին արդեն դերաբաշխումն արել ենք, թե ով որ գործողությունը պետք է կատարի, որպեսզի ամեն ինչ լավ ստացվեր։ Վահեն դրսում սպասում էր աղջկան։ Տեսնելով, որ նա դուրս եկավ շենքի շքամուտքից, թիկունքից մոտեցավ նրան, փակեց վերջինիս բերանը։ Մեքենան մոտեցրինք նրանց։ Ես մեքենայի մեջից բացեցի հետևի դուռը եւ նրանց դիպողաբար քաշեցի ներս։ Մյուսներն էլ նստեցին մեքենան եւ ընթացանք։ Տուժող աղջիկը ոչ մի կերպ չէր կարողանում համակերպվել իր հետ կատարվածի հետ եւ թախանձագին խնդրում էր արգելակել մեքենան ու հանգիստ խոսելու հնարավորություն տալ։ Միշտ նա փորձում էր սպառնալ, որ կդիմի ոստիկանություն եւ երբեք ու ոչ մի դեպքում չի համակերպվի կատարվածի հետ, ոստիկաններն իրենց ծառայությունն իրականացնելու ընթացքում կանխեցին նրա առևանգումը։ Ճանապարհին ավտոմեքենան կանգնացրել են պետավտոտեսչության աշխատակիցները խախտում կատարելու համար։ Երբ որ մոտեցել են ստուգել փաստաթղթերը, տուժողը հայտնել է, որ իրեն առևանգել են, որից հետո իրենց բոլորին բերման են ենթարկել ոստիկանության բաժին։ 2012 թվականի սեպտեմբերի 13-ին ոստիկանության բաժին բերման են ենթարկվել Բաբկեն Արթինյանը, Վահե Վանյանը, Կարեն Հակոբյանը եւ Արմեն Դոդորյանը։ Եվ
տուժած անձը, երիտասարդ աղջիկ։ Ոստիկանության բաժնում տուժողը հաղորդում է տվյալ մասին, որ Բաբկեն Արթինյանը իր ընկերների հետ առևանգել են իրեն կամքին հակառակ։ Ըստ արդի Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի առաջի կետով։ Միշտատաքննությունը սկսել է ամբաստանյալներ Բաբկեն Արթինյանը, Վահե Վանյանը, Կարեն Հակոբյանը եւ Արմեն Դոդորյանը միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով։ Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել եւ տվել խոստովանական ցուցմունքներ։ Տուժողը բողոք կամ պահանջ չի ներկայացրել։ Նա հայտարարել է, որ ամբաստանյալներին ներում է եւ խնդրել է դատարանին նրանց քրեական պատասխանատվության չենթարկել։ Այսպիսով, Երևան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի 2012 թվականի դեկտեմբերի 19-ին վճռեց Բաբկեն Արթինյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով։ Վահե Վանյանին, Կարեն Հակոբյանին, Արմեն Դոդորյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով եւ նրանց նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով։ Կիրառել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ նրանց նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել սահմանել փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Նշված դատավճիռը բողոքարկվեց Բաբկեն Արթինյանի եւ նրա պաշտպանի կողմից պատժի մասով այն պատճառաբանությամբ, որ նշանակվել է խիստ պատիժ։ Քանի դեռ դատավճիռը չի մտել օրինական ուժի մեջ, հաշվի առնելով անմեղությամբ կանխավարկածը համաձայն ներպետական եւ միջազգային կոնվենցիաների, մարդուն չի կարելի անվանել հանցագործ։ Այս պահին իր խոսքն է ասել միայն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը։ Կրկին հիշեցնում ենք, Հայաստանի Հանրապետությունում առանց աղջկա համաձայնության նրան առևանգելը քրեորեն պատժելի արարք է։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսվում է 2-ից 10 տարի ազատազրկում։